Շնորհակալություն զեկույցի համար, ես հետաքրքրվեր հետևյալ հարցը։ Մենք նշել ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը հնայի նկատմամբ կավելանա շուրջ 2% կետով, կազմելով 31.2%։ Ընդհանուր ծախսերում ընթացիկ ծախսերը հնայի նկատմամբ կավելանան 0.9% կետով, իսկ կապիտալ ծախսերը 1.3% կետով։ Հիմա ծախսերի ծավալը նախորդ տարվա համեմատ կաճի 16.2%-ով։ Հիմա ինձ ինչն է հետաքրքրում, այս 31.2%-ը, որ մենք ունենք, այսինքն մեր ընդհանուր հնայի եւ մեր ծախսերը, որ նախատեսել ենք բյուջեով, փոխհարաբերությունը կազմում է 31.2%։ Ինձ հետաքրքիր է մեզ համեմատական երկրների հետ, Վրաստանի հետ, ասենք, մյուս համեմատական երկրների հետ, այս տոկոսայինը 31.2%-ը շատ է, թե ես տպավորություն ունեմ, ոնց որ մենք ծախսերի ավելցուկ ունենք հնայի նկատմամբ։ Միգուցե այդպես չի, բայց դա կարող ենք ճշտել, եթե մենք համեմատական երկրների հետ նայենք, նրանց բյուջետային ծախսերը իրենց հնայի որ տոկոսն են կազմում։ Ձեր կարծիքը, ուղղակի, եթե պարզ է, որ տվյալ այս պահին ձեր ձեռքի տակ չի, բայց ինչ կարծիք է եկել, ասենք 31.2% հնայի որպես բյուջետային ծախսեր, շատ է, քիչ է, ճիշտ է, լավ է թե վատ է, էլի բնութագրենք այդ հարցը։ Ձեր հարցը երևի ֆինանսների նախարարը առաջին մասով հաստատ ավելի լավ կպատասխաներ, որովհետև վստահաբար ֆինանսների նախարարությունում այդպիսի վարժություն անում են, նաև որպեսզի միջազգային փորձը նայեն։ Գիտեք, փիլիսոփայական հարց եք բարձրացնում։ Օրինակ, եկամտային հարկը պետք է լինի 10%, 20 թե 30%։ Իսկ դա կախված է քաղաքականություններից։ Մա երկրներ կա եկամտային հարկը Հայաստանի նկատմամբ էական բարձր է, երկրներ կա էական ցածր է։ Պետությունը օրինակ պետք է աջակցի, որպեսզի իր ապրանքները արտահանվեն ֆինանսապես։ Էլի տնտեսական քաղաքականության հարց է։ Պետք է կամ հետևաբար այս կոնտեքստում կամ օրինակ ինչ պետք է անի պետությունը, ենթադրենք մանկապարտեզ սարքի, թե կենսաթոշակ ավելացնի։ Մեկը կապիտալ ծախս է, մյուսը ընթացիկ ծախս։ Այսինքն սրանք տնտեսական քաղաքականության հարցեր են եւ բազմաթիվ հանգամանքներից են կախված, այդ թվում նաեւ կուսակցությունների նախընտրական ծրագրերից, իրենց փիլիսոփայությունից, այդ պահին նաև ժողովրդի տրամադրությունից, որովհետև եթե ենթադրենք երկու քաղաքական ուժ գնա, մեկը ասի ես գնում եմ դպրոց մանկապարտեզ ճանապարհ կառուցեմ, մյուսը ասի ես գնում եմ այդ նույն գումարով ենթադրենք թոշակ ու աշխատավարձ բարձրացնեմ, էլի քաղաքական ուժերից որ մեկը կհաղթի, ենթադրաբար այդ տնտեսական քաղաքականությունը, այդ փիլիսոփայությունը այդ ժամանակահատվածի համար կիրականացվի, այդ ժամանակահատվածի համար։ Ես կարծում եմ, որ մի քիչ դժվար կլինի բերել տարբեր երկրների փորձը իրար կողք, որովհետև ամեն երկիր իր խնդիրն ունի։ Օրինակ աշխարհում քիչ երկրներ կան, որ հնայի այսքան բարձր տոկոս ծախսում են իրենց պաշտպանության վրա։ Մենք քիչ առաջ խոսում էինք նախորդ ժամանակվա շրջանի ու այս ժամանակաշրջանի վրա։ Ասենք, եթե մենք կոնֆլիկտի մեջ, իսկ որևէ մեկը հաշվել է, եթե մենք կոնֆլիկտի մեջ չլինեինք, Հայաստանում այսօր քանի 100,000 երեխա կուտակային, ասենք, նորմալ դպրոց գնացած կլիներ, որովհետև այդ փողը ոչ թե կառնեինք զենք, այլ կսարքեինք դպրոց։ Քանի 100,000 երեխա մանկապարտեզ գնացած կլիներ, որ չի գնացել այս 30 քանի տարվա ընթացքում։ Օրինակ ես գնում էի մանկապարտեզ ու ինչ որ մի օր գնացի ու այդ մանկապարտեզը փակվեց, որովհետև Ղարաբաղից փախստականներ էին 91-2 թվականներ եկել եւ հիմա սա օրինակ ինչ որ մեկը հաշվել է, թե սա ասենք մեր հնայի վրա ինչ ազդեցություն ունի։ Մենք հաշվում ենք օրինակ ինչքան ենթադրենք ստեղ ենք ծախսարել, բայց ինչքան երեխա մանկապարտեզ չի գնացել, քանի 100,000 է այս կուտակային ընթացքում։ Քանի 100,000 հոգի չի գնացել դպրոց կամ չի գնացել դպրոց, որտեղ քիմիայի լաբորատորիա չկա, կամ գնացել է դպրոց, որտեղ քիմիայի լաբորատորիա չկա, ֆիզիկայի լաբորատորիա չկա, ֆիզկուլտուրայի դահլիճ չկա, դպրոցի գրքերը ոչ թե օրինակ 98 թվականի էին, այլ ենթադրենք 88 թվականի, հետևաբար
հինեին բարոյապես, ֆիզիկապես եւ բոլոր Պարոն Պապյան, կոնկրետացնեմ, որ ավելի ուրիշ լինի հարցը սենց է։ Դե դուք խորը հարց եք տալիս, ես հասկանում պատասխանի հարցակցությունը, ավելի շուտ ես տայում եմ հետեւյալը։ Մեր բյուջեն, ասենք, ցանկացած մեկիս ընտանեկան բյուջեն պայմանական ասած 1 միլիոն դրամ է։ Մենք ո՞նց ենք մտածում, դրա 70% ծախսելն է ճիշտ, 30% խնայել, թե 100%-ն է ճիշտ։ Այսինքն ստեղ տնտեսագիտական վերլուծության խնդիր կա։ Ես չեմ ասում անալոգ երկրների։ Այսինքն մենք Վրաստանի հետ կարանք համեմատել, օրինակ իրաց ծախսերը իրաց հնարավոր տոկոսն են կազմում։ Ինքը չկա բացարձակ ճշմարտություն, բայց մեր համար կարա դա ուղենշանելի, ասենք, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, այսինքն այն երկրների, որոնք ապացուցված այսօր ունեն շատ բարձր տնտեսական աճ եւ տնտեսության իրենց անցած ճանապարհը մեզ ուղենիշային կարող։ Նույնիսկ դա հասկանանք, այդ մարդիկ ոնց են արել, որ հասել են դրան։ Այս իմաստով որպես տնտեսագիտության ոսկե կանոն, ոնց ենք ասում 50%-ը չանցնենք բանի բյուջեի հետ կապված, որ հանգարց պարտքեր արտաքին պարտ բյուջեի հարաբերության մեջ խնդիր չառաջանա, ասում ենք 50%-ը չանցնենք, չէ՞։ Նույն կերպ ես մտածում եմ, որ ստեղ էլ կա մի կանոն, ոսկե կանոն, այսինքն մի թիվ, որը կամ 25-ն է, կամ 35-ը, էլի։ Ես ուզում եմ սա հասկանանք, թե չէ, ես չեմ վերցնում էլի պատերազմների այդ երևույթների հետ կապված, ոչ թե վերցնում արտակարգ իրավիճակներում, այլ եթե մենք ստաբիլ գտնենք ենք զարգացման մեր խաղաղության պայմանագիրը, կարծում եմ, որ կգործի Աստծո կամքով սա ամեն ինչ նորմալ կլինի, եւ մենք պիտի մի օր նստենք որոշենք, ասենք ժողովուրդ, մեր հնան այսքան է, սա ինչքան է ծախսենք, որ ճիշտ լինի, միգուցե պետքա մի բանը լավ էլ ծախսենք, կամ միգուցե պետքա արդեն գոտիներս ձգենք, սկսենք չծախսել։ Սրա մասին եմ ուզում ձեր կարծիք իմանալ, որովհետև սա տնտեսագիտական մեջ է։ Տեսեք, ես էլի վերադառնամ ընտանիքի իրավիճակին։ Նույնը պետության մեջ է։ Մեկ այլ իրավիճակ է, երբ որ այդ ընտանիքը ստիպված է, օրինակ, իր 1 միլիոն դրամի կեսը տալ, ենթադրենք, որևէ պահակային ծառայության, որ իրենց տունը պաշտպանի։ Մեկ այլ իրավիճակ է, որ այդ ընտանիքը կարա այդ 1 միլիոն դրամի կեսը տա երեխայի կրթությանը։ Այսինքն, եթե այն մի դեպքում ստիպված է այդ մնացած 500,000-ից ինքը արդեն սնունդ, կոմունալներ եւ այլն վերջում ասենք մնա տակը 50,000 դրամ երեխայի կրթության փող, այդ 50,000 դրամի մեջ այդ երեխան պիտի չկրթվի կամ կրթվի այնքան ինչքան որ կարա։ Բայց երբ որ այդ հանելուց հետո այդ 500,000-ը մնում է կամ այդ 500,000-ի մեծ մասը մնում է, արդեն այդ փողը կարա լինի ոչ թե 50,000, այլ 400,000։ Իսկ այդ 400,000 դրամի արդյունքում այսօր, այսինքն մեր երեխեքը այսօր ինչի են, երեկվա էլի գալիս ենք վարչապետի խոսակցությանը։ Ինչի են մեր երեխեքը դարձել հասուն մարդիկ, բայց աղքատ, որովհետև այդ երեխեքի կրթության վրա փող չի ծախսվել բավարար չափի։ Հիմա եթե այդ երեխայի կրթության վրա 50,000 դրամը մի տարում ծախսվե, այն կողքի երեխայի վրա 5 միլիոն դրամ, այն կողքի երեխան շատ ավելի հարուստ է լինելու։ Դա փաստ է։ Դա ոչ մեկ, այսինքն այդ բանը էլի ուրիշ տարբերակ չի կարող լինի։ Այդ եսիմ ինչ պետքա բոլոր կներեք այն 50,000 դրամ ստացած 50,000-ի կրթություն ստացած երեխայի կյանքում ինչպես պետք է բոլոր աստղերը տենց մի շարքով դասավորվեն, որ ինքը ունենա այդ հնարավորությունը։ Էսա մեր կորցած հնարավորությունը։ Հիմա այս իրավիճակային մասով ասեմ ձեզ, խաղաղության ամենամեծ օգուտներից մեկը հենց այդ պետք է լինի, որ մենք վերջապես կարողանանք մարդկային կապիտալի վրա բավարար քանակի եւ պատշաճ գումար ծախսենք։ Որովհետեւ հիմա առողջապահության ապահովագրությունն ենք, չէ՞, 26 թվականից մտնելու է։ Ես վախենում եմ, թե մենք ինչ պատկեր կարանք պարզենք, որովհետեւ եթե մարդը 40 տարի չի գնացել բժշկի, առաջի անգամ գնա բժշկի եւ ինչ ահասարսուր պատկեր մենք կարանք ունենանք, սա խնդրեմ է։ Սա խնդրեմ է, բայց պիտի ինչ որ մի օր այդ գիծը քաշենք ու ասենք, չէ, մենք մեր երեխաների, մեր հասուն մարդկանց, մեր ծերերի առողջության, կրթության եւ այլ այս ամեն ինչի վրա պիտի փող ծախսենք, որովհետեւ հարստանալու համար պետքա եւ զարգանալու համար պետքա լինի կրթություն եւ պետքա մարդը լինի առողջ։ Այստեղ այս առումով մեր համար երկարաժամկետում մեծ հեռանկարներ է բացվում։